Շնորհակալություն, հարգարժան փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, Վերահսկիչ պալատի 2015 թվականի հաշվետվության հետ կապված ես նախ ցանկանայի նշել, որ վերջին 4-5 տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտը եղել է կոնկրետ Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ծրագրերում եւ պետք է արձանագրեմ, որ այս ընթացքում մենք բավականին արդյունավետ համագործակցություն ենք ունեցել, քանի որ երբ խոսում ենք վերահսկողության կամ աուդիտի մասին, բնականաբար առաջին հերթին պիտի նկատի ունենանք եւ դա մենք դա ենք նկատի ունեցել, արդյունքի վրա հիմնված վերահսկողությունը կամ աուդիտը։ Եվ եթե փորձենք անդրադառնալ անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքներին, բոլորդ հիշում եք, ժամանակին կենսաթոշակային ոլորտում խնդիրները, հարցերը, որոնք կրում էին նաև համակարգային բնույթ, պատահական ու միտումնավոր սխալները, որոնք տեղ էին գտնում աշխատանքների մեջ եւ դրանց տրվեցին համակարգային լուծումներ, համակարգային լուծում ստեղծելով նոր կենտրոնացված տեղեկատվական համակարգ, ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը այլևս հասցրել է նվազագույնի պատահական եւ միտումնավոր սխալների հավանականությունը։ Եվ այսօր մենք այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք նաեւ մյուս ուղղություններով, մյուս ծրագրերով, մասնավորապես պիտի նշեմ, որ հաշվի առնելով այդ փորձը, որ իսկապես արդյունք տվեց, մենք այս ընթացքում եւս 3 ծրագրեր, դրամական վճարների, նպաստների ծրագրեր, նույն ձևաչափի ներքո ստեղծել ենք տեղեկատվական շտեմարաններ, այդ շտեմարանները նորից ինքնաշխատ աշխատում են, որը նվազագույնի հասցնելով ռիսկերը, նաեւ ապահովում է, որպեսզի մատուցվող ծառայությունները քաղաքացիներին ավելի արդյունավետ եւ որակյալ լինեն։ Ինչ վերաբերում է կոնկրետ 2015 թվականի ընթացքում երկու մարզերում իրականացված վերահսկողությանը, Վերահսկիչ պալատի, այս երկու մարզերում ուսումնասիրվել են կենսամակարդակի բարձրացման ուղղված նպաստները, կամ այլ կերպ ասած ավելի հասկանալի ընտանեկան նպաստները, եւ այդ ուսումնասիրությունները եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ դա մեր ամենօրյա աշխատանքն է եւ Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող աշխատանքները, այն արդյունքները կամ այն ցուցանիշները, որոնք նաև պարոն Զաքարյանը ներկայացրեց, հաշվետվությունը քննարկվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ եւ դրա արդյունքում մենք ունեցանք եւ հանձնարարականները կոնկրետ եւ նախարարությանը եւ մարզպետներին, քանի որ սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները մարզպետարանների առանձնացված ստորաբաժանումներ են եւ պիտի ուղղակի ձեզ տեղեկացնեմ, որ դրա արդյունքում 3 տնօրեններ ազատվել են աշխատանքից, 3 տնօրեններ ստացել են խիստ նկատողություն, եւս 11 պաշտոնատարան ստացել են նկատողություն։ Եվ սա նաեւ պիտի նշեմ, որ ընդամենը մեկ արձագանքն ու քայլն է եղել այդ ուղղակի հաշվետվության քննարկման արդյունքների, որից հետո նաև մենք կառավարություն ենք ներկայացրել համապատասխան միջոցառումների ծրագիր եւ քայլեր, որոնք պիտի համակարգային լուծում տան այս խնդրին։ Կոնկրետ այս ծրագրի հետ կապված ես ուզում եմ նշել, որ երկու ուղղությամբ են խնդիրները։ Առաջինը արձանագրված խնդիրները ըստ էության վերաբերել են նույն հարցին, նույն խնդրին, որ այս կոնկրետ նպաստի պարագայում մենք դեռևս չունենք կենտրոնացված կարգով գործող տեղեկատվական շտեմարան եւ այն ռիսկերն ու խնդիրները, որոնց մասին նախկինում որ մենք խոսում էինք, այս ոլորտում դեռևս առկա են։ Բնականաբար դրա համալիր լուծումը դա նույն ճանապարհն է, այսինքն այս նպաստները եւս պիտի նշանակվեն եւ վճարվեն կենտրոնացված տեղեկատվական համակարգերի ներքո ինքնաշխատ եղանակով, որպեսզի մենք կարողանանք մինիմալի հասցնենք այն բոլոր ռիսկերը, որոնք կան եւ որոնք նաև մարդկային գործոնով են պայմանավորված։ Եվ երկրորդ կարևոր խնդիրը, քանի որ այս անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիների անապահովության գնահատման համակարգը թույլ է տալիս նաև սոցիալական աշխատողի կամ սոցիալական աշխատանքի միջոցով եզրակացության տրամադրում, քանի որ այնպես չի, որ այդ բոլոր չափորոշիչները հստակորեն կարողանում են արձանագրեն աղքատ ընտանիքը եւ
մենք իհարկե ունենք համակարգում ներառման եւ բացառման սխալներ, եւ այս առումով ստեղծված այդ սոցիալական աջակցության խորհուրդները, որը ինչպես ցույց տվեց Վերահսկիչ պալատի նաեւ ուսումնասիրությունները, հիմնականում իրենց աշխատանքները կրում էր ֆորմալ բնույթ եւ այս ուղղությամբ եւս մենք արդեն իսկ իրականացրել ենք անհրաժեշտ աշխատանքներ նախ օրենքով ամրագրվել են այդ մարմինների գործառույթները սոցիալական աջակցության մասին օրենքով եւ ներկայումս մենք իրականացնում ենք համապատասխան ինստիտուցիոնալացման աշխատանքներ, որպեսզի այդ մարմիններում ընդգրկվեն այն բոլոր հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները, որոնք այսօր սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցում են եւ այս ընթացքում նաեւ մի շարք իրավական ակտեր ընդունվեցին այդ համագործակցության կանոնակարգման հետ կապված եւ վերջերս նաեւ ազգային մակարդակում մենք համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք մի քանի տասնյակ սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ եւ մեր հաջորդ քայլերի մեջ է մտնում տարածքային մակարդակում այդպիսի համաձայնագրերի կնքումը եւ 55 տարածքային մարմիններում իրապես գործող աջակցության ցանցերի ստեղծումն ու խորհուրդների ձևավորումը։ Այս առումով ես կարծում եմ, որ նաեւ ինքնահաշվետվությունը բավականին դրական ազդեցություն ունեցավ նաև մյուս մարզերում աշխատանքների արդեն իսկ ավելի ճիշտ կազմակերպման հետ կապված եւ նաև հաշվետվությունը քննարկելուց հետո Հանրապետության վարչապետի առաջարկով նաև Վերահսկիչ պալատի 2016 թվականի ծրագրում փաստորեն ընդգրկվել են նաև մնացած մյուս բոլոր մարզերը եւ ներկայումս այդ աշխատանքներն իրականացվում են եւ պիտի նշեմ, որ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այն համատեղ աշխատանքը, որը իրականացվել է եւ նաեւ բնականաբար շարունակական բնույթ է կրում, ինստիտուցիոնալացնում է խնդիրների լուծման ձևաչափերը եւ մենք կարող ենք արձանագրել, որ մեր այն խնդիրները, որոնք նախկինում բավականին ռիսկային էին համարվում, այսօր մոտեցել են նվազագույնի։ Եվ քանի որ նաեւ հաշվետվության հետ կապված падգամավորների կողմից հարցադրումներ եղան երկու ծրագրերի հետ կապված, որը նախարարության համակարգում իրականացվող դրամաշնորհիներին էր վերաբերում, ես ուզում եմ արձանագրել կամ անդրադառնալ կամ տեղեկատվություն տալ մեր գործընկերներին հետևյալի հետ կապված։ Այդ աշխատանքները մեկը կենսանշանական համակարգի իրազեկման աշխատանքների հետ կապված, մյուսը ընտանեկան բռնության հետազոտությունը, իրականացված աշխատանքները ամբողջությամբ տվել են այն արդյունքները, որոնք որ նախատեսված էին այդ համաձայնագրերով, այդ դրամաշնորհային համաձայնագրերով եւ կարող ենք արձանագրել, որ արդյունքի վրա հիմնված վերահսկողության տեսանկյունից դրանք լիարժեք կատարված են, բայց բնականաբար նաև եղել են ու կան ինչ որ արձանագրվել է ընթացակարգային խախտումներ եւ նաև հարց հնչեց գումարային առումով ինչքան գումար է անարդյունավետ համարվել մի ծրագրի մասով 170,000 դրամ, որը ենթակա է վերադարձման պետբյուջե, մյուս ծրագրի մասով 1.9 միլիոն դրամ, որը ենթակա է վերադարձման պետբյուջե։ Այս խնդիրները, որոնք ընթացակարգային են, բնականաբար եւս մեր ուշադրության են արժանանում եւ արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որպեսզի այն բոլոր ընթացակարգերը, որոնց համապատասխան չեն իրականացվել աշխատանքները, դրանք ամբողջությամբ կանոնակարգվեն եւ այսուհետ այն աշխատանքները, որոնք պիտի իրականացվեն սահմանված օրենսդրության համապատասխան, այդ ձևաչափով իրականացվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն նախարար, այժմ